Ճանապարհը նորոգելու նշանները կամաց հավաքում են, որ դուրս բերեն։ Շինարարական աշխատանքը Կորեայի ձորում մոտենում է ավարտին։ Դեռ հեռվից սևին տվող երկշերտ ասֆալտը տեսնելով որոշ մեքենաներ շրջանցիկ այս երթուղով քաղաքի խցանումներից խուսափելու հույսով փակ գոտուց խցկվում են, բայց կամրջին հասնելով ստիպված հետ դառնում։ Քիչ մնաց դիմանալու տեղեկացնում է Աշխղեկը։ Ասֆալտի շերտից երկուսն էլ վերջացրել ենք, B2-ը շարել ենք, ջրահեռացումները ճանապարհի, մնացել է կողմնակների առուների բետոնե սալիկները շարենք ու վերջացնենք ճանապարհը։ Առուները ճանապարհի ներքևից եւ վերևից միաժամանակ Երևանից են սկսել տեղադրել։ Փռած նոր ասֆալտի համար սրտացավ ծանր տեխնիկան շինարարները հատուկ խնամքով են օգտագործում։ Իզուրեի կամրան շոքից դժգոհում հիմա էլ ցուրտ է մեր դիտարկմանը վարպետները կատակում են։ Շատ ավելի ցուրտ տեղից են ամեն առավոտ այստեղ գործի գալիս։ Ասում փառք, ճանապարհն է շատ լավ է, 20 րոպեվա ընթացքում գնում գալիս ենք։ Ապարանից հասնում եք այստեղ։ Այո։ Հրայրը նույն ինքը Սիմոնն է խմբի ավագը, թվարկում է Լեննականի ճանապարհն է ժամանակին կառուցել, մինչև այս փուլը Խոպանում շինարարություն արել։ Ոսկու գործարանի ռեմոնտի գործերին։ Որտե՞ղ։ Խաբարովսկ։ Պատմել, հիշելով աշխատանքն առաջ են տանում։ Ճանապարհի լայնացումից մինչև կահավորում ամեն ինչ ձեռքներից գալիս է պնդում են։ Շներուպայա առույա ջրահեռացումա, վագերի այդեն կարայետ լուկերա, մուկերա, ջրի վերի այդեղ, սա բարձրացնում են, իջացնում են, հասցնում են ասվալտի մակարդակին, ասվում են։ Իդեպ ասվալտի մակարդակին է հասցվել տարածքով անցնող խմելու մայր ջրագծին նախկինում ճանապարհի մեջտեղում ցցված դիտահորը։ Լուծվել է նաև խանգարող գազատարի ու էլեկտրասյուների տեղափոխման հարցը։ Մնացել է 3600 հատ քարը փոսի մեջ դնեն, կարերը ցեմենտ-բետոնով ամրացնեն, անձրևաջրերի առուն էլ պատրաստ կլինի։ Ճանապարհի ջրերը լրիվ տեղափոխված առումով, որ ճանապարհին չխանգարի, չքանդի ճանապարհի հիմքը։ Քարերով առվի պահանջը կապալառու ընկերությունը ստացել է պատվիրատու ճանապարհային դեպարտամենտից։ Խոստովանում են, առաջին անգամ են նման տեխնոլոգիայով ջրահեռացում ապահովում։ Վարորդներին զեկուցում են նաև սարը քերելու հաշվին ասֆալտը լայնացրել են հիմնական մասում 7 շրջադարձերի վրա մինչև 12 մետր։ Փորձել են նվազեցնել սեզոնին ճանապարհի սառչելու ռիսկը։ Թեկությունը տվել ենք դեպի ջուր չմնա, այո, բոլորը արածը դա։ Մեքենայատերերից զգոնություն ճանապարհաշինարարն ակնկալում է ձորի բերանով ներքև իջնելիս։ Գիտենք, ասում են, մերոնք հարթ ասֆալտը տեսնում սովորույթի համաձայն ոտքը գազին են դնում, իսկ այստեղ վտանգավոր շրջադարձ է։ Դրա համար էլ մինչև ճամփեզրյա արգելապատնեշը չխփեն, երթևեկությունը չի թույլատրվի։ Աշխղեկի գրաֆիկում գծանշումով հանդերձ հաշվածորերի գործ է մնացել։ 10-ից 15 օր երևի տենց մոտավորապես։ Ու պատրաստ կլինի Արդեն պատրաստ կլինի շահագործման։ Այդ ժամկետը վստահեցնում են չի ձգձգվի, անգամ եթե պարզվի սողանքային սարալանջի վրա, որտեղ գեոդեզիստ Վահեն ստորագրություն է թողել, պետք է ցանց անցկացնել։ Դեպարտամենտը ճանապարհը հենց ընդունի, արգելքի վերջին նշանն ասֆալտից կվերցնեն։ Հերմինե Բաղդասարյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։